Ողջույն կամանջի։ Լավ, դուք լավ որոշել առաջադրվել, պարոն Իմ Միքայելյան։ կյանքով, Ինչու՞։ ապրած կյանքով։ Իսկ պարոն Միքայելյան, Ես այսինքն որոշումը բարձրություն է ես չեմ։ տրամադրված։ Հա գաղտնի քվեարկում ես տրամադրությունով գիտեք իրանց հարցերից։ Իսկ Իմ պարոն տրամադրությունը բարձր է, ես չգիտեմ։ ցանկություն դուք եք հայտնել, թե առաջարկվել Իհարկե, է ես։ վարչապետի։ Իսկ պարոն Միքայելյան, ինչու ԵԿՄ-ն թողնելու որոշում կայացրեցիք։ Ով ասեմ որ ԵԿՄ-ն թողնելու որոշում եմ կայացրել։ Համատեղելու եք։ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, ոչ մի կապ չունի։ Պետական Նկատի ունենք падգամավոր եք գալիս, նաև զուգահեռ ԵԿՄ գործնեությունը։ Յոր ջան, ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է։ Պլյուս դրան ես այնտեղ աշխատում եմ արդեն։ Հարցնում Պետք եմ, է այսինքն դուք տալի համ ես։ նախագահ եք լինելու այնտեղ համ падգամավոր։ Այո, ինչ նախանգարում։ Լուծարվելու է։ Հարցնում եմ, պարոն Դուք եք Միքայելյան։ լուծարել։ Լրագրողներ եք լուծարել։ Դրա համար մենք ձեզ Ամեն անգամ եք։ Ինչ համար Փոխվում է, վերաձևվում է, ինչ որ բան կատարվում է ԵԿՄ-ի։ առայժմ ես բան չգիտեմ, թե բան գիտես ինձ հուշի։ Դե տեղյակ չեմ բայել որևէ փոփոխության Ով իշխանությունը դուք ինչ կա լրագրողներ ենթադրում գրում են ժորտել են գրում են այսինքն որ դուք տեղափոխվեք, ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ ԵԿՄ-ի Երկիր շոր կգա։ ԵԿՄ-ի մասով ենք հարցնում։ Ուր տեղափոխվել։ Պատասխանում պարոն Միքայելյան։ Բայց մեզ որ ինչ է Դրանց ինչ է սուտ են գործում։ այն տեղեկությունները։ Երկրապան իմ կյանքն է։ Իմ օբրացի։ Չի լուծարվելու, հա։ Ես որպես պատգամավոր հասկանում եմ հասարակական կառույցը ոչ մի կապ չունի պետական գործի հետ։ Ես հարցնում եմ, վստահ եք, որ չի լուծարվելու։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, վստահ եմ, ես միշտ էլ վստահ եմ եղել։ Բայց կյանքը ժամանակ կա, տարիներ է, փոխվում է, եթե պրոֆեսիոնալ բանակ ունեք, կարող ես մի քանի տարի հետո լինի։ Բայց բացի դրանից մենք ունենք կներեք էլի, մենք ունենք պատանի երկրապահ կառույց, որ տարեկան 1500-ից 2000-ի երեխային մասնակցում են, բոլոր մարզերում ունենք պատանի երկրապահներ, դրանով էլ ենք զբաղվում, որը ինչ-որ հիմքա հետագա բանակում նորմալ ծառայության, որ երեխեք դառնան զորակոչային տարիքի նորմալ ծառայեն։ Պլյուս դրան մենք ամեն տարի որոշակի անձինք արդեն որ անցնում են զորակոչային տարիքի են, մենք ուղարկում ենք Վազգեն Սարգսյան սովորելու։ Այսինքն ասում եք ժամանակները նաև պրոֆեսիոնալ բաների ստեղծում եւ այն, այսինքն այս ամենը կարող է հիմք դառնալ ԵԿՄ-ի։ Այ բալա, ինչ ես ուզում, երկրապան իր տեղում է։ Ինչ ես ուզում, ուզում ես այդ համ լուծարենք։ Երկրապահի լուծարումը դուրս եկել ձեզանից, լրագրողներից։ ոչ իշխանության ներսում քննարկում եղել է որ գործը։ Որտեղ ես լսել դու իշխանության ներսում քննարկում անը։ Դու մասնակցել ես։ Չէ, չեմ մասնակցել։ Բա որտից գիտես։ Սոնա ջան, որտից գիտես։ ԵԿՄ-ն այլևս Որտից գիտես։ Դե ասեմ տեղեկություններ շրջանառվում է, դուք հիմա ասեք։ Դուք եք շրջանառում։